Իրականում այս հարցը երկու ուղղությամբ պատասխան ունի, մեկը մշակույթի զարգացման ռազմավարությունն է, որը 23 թվականի տարեվերջին ընդունվել է կառավարության կողմից եւ որտեղ այդ շեշտադրումները կան, մյուսը զբոսաշրջության ոլորտի ռազմավարությունն է, որն էլ իր առանձին քաղաքականությամբ պետք է այս սինխրոնացված աշխատանքը տանի եւ իհարկե այստեղ մեծ աշխատանք ունենք անելու նախ որպեսզի այս հուշարձանները դարձնենք տեսանելի եւ հասանելի մեր թե հանրության եւ թե զբոսաշրջիկների համար եւ ես նշեցի իմ ուրեմն խոսքում, որ նախորդ տարի մենք հուշարձանների պահպանության նպատակով բյուջեից կրկնակի ավելի գումարներ ենք ծախսել, ավելի քան 800 միլիոն դրամ, իսկ 18-ի համեմատ 8 անգամ է ավելացել բյուջեն, այսինքն 18-ին մենք ունեինք հատկացում 116 միլիոն դրամի չափով ամբողջ հուշարձանների պահպանության ոլորտին, այս տարի մեր հատկացումը 1 միլիարդ 800 միլիոնի շրջանակներում է եւ սրա շնորհիվ մենք կարողանում ենք այնպիսի մեր հուշարձաններում աշխատանք անել, որոնցից մեր հանրությունում շատերը չգիտեն։ Դուք օրինակ նշեցիք Սմբատաբերդի վերականգնման աշխատանքները պետական բյուջեով արդեն պլանավորված են, դա արվում է։ Վայոց ձորում ունենք էլի մեծ թվով հուշարձաններ, Վայոց ձորը հարուստ է տարբեր հուշարձաններով եւ դրանց մի զգալի մասը, ինչպես օրինակ Հորսում Չեսար Օրբելյանի պալատը, մեր այս աշխատանքների շրջանակում են եւ մեր մի ուղղությունն է, որպեսզի մենք վերականգնենք ամրակային հուշարձանները։ Մեր աշխատանքի կարևոր ուղղությունն է ենթակառուցվածքների ստեղծումը։ Եթե առիթ ունենանք օրինակ Լոռի Բերդ այցելել, այդտեղ արդեն ավարտել ենք տեղեկատվական մոդուլային կենտրոնը տեղադրելը, որը սրճարան, տոմսի վաճառք, սանհանգույցներ, արդիական միջավայր է, որը քաղաքակիրթ ծառայության հնարավորություն է տալիս այցելուների համար եւ հիմա շարունակում ենք այդ աշխատանքը, առաջիկայում Զորաց քարերում կտեղադրենք նման կենտրոն, Բջջիում կտեղադրենք եւ մեր նպատակն է ամրակայել, ունենալ ենթակառուցված քայլուղիներ ենք նաեւ կառուցում, որպեսզի մեր այցելուները կարողանան այցելել, բայց այո, պետք է զբոսաշրջության ոլորտի հետ աշխատանքը տարվի, որպեսզի զբոսաշրջային երթուղիներ լինեն եւ կարողանան նաեւ մեր տարբեր քաղաքացիներ, այդ թվում արտերկրից այցելել եւ տեսնել այդ վայրերը եւ դրա նպատակով պետք է անընդհատ աշխատանք արվի, այսինքն սա մեկ անգամյա միջոցառում չի եւ գիտեք, հաճախ կա տպավորություն, որ մենք մեր երկիրը ընդհանրապես չենք ճանաչում։ Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում, երևի 10-20 հուշարձանի մասին է, որ գիտենք եւ մնացած կարևոր վայրերը հենց մեզ համար անճանաչելի են։